երկրի վրա քայլող քաջարյուծները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատտինա Մարինե Մանուկյան։ Գևորգ Գագիկի Վարդանյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում։ 6 տարի ապրելով Հայաստանում, ծնողների և իրենից մի տարով փոքր քրոջ հետ տեղափոխվել է Ռուսաստան, Ալտայ, որտեղ էլ հաճախել է դպրոց։ Շատ ուշիմ էր և լավ էր սովորում և հասցնում էր ամեն ինչ ու զարմացնում ռուսներին։ Աշխույժ էր, բայց չարաճճիչ էր, խելացի էր, դիտողության դեպքում մեկ անգամը բավական էր, որ զգաստանար։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Բիսկ քաղաքի ինժեներական քոլեջում գազաֆիկացիայի գծով։ Նա մեծացել էր ազատ հասարակության մեջ ու ինքը ևս շատ ազատ էր, համարձակ, մարդկանց օգնելու պատրաստական։ 10 ամսից ավարտելու էր քոլեջը։ Երբ լրացավ նրա 18-ամյակը, ինքնակամ որոշեց գալ Հայաստան, պարտ կտալ հայրենիքին։ Թեպետ հայերենին լավ չէր տիրապետում և նույնիսկ գրել չգիտեր մայրենի լեզվով, բայց հայրենիքը ձգում էր իրեն։ Նա կարող էր չզորակոչվել բանակ, որոշակի առողջական խնդիրների պատճառով, բայց հետամուտ չեղավ ու անգամ ծնողներին կանխեց. «Գնալու եմ, անպայման, հայրենիքս կանչում է, 12 տարի հայրենիքիցս հեռու եմ եղել, գոնե հիմա պիտանի լինեմ հայրենի սահմաններիս»։ Նա բանակ զորակոչվեց 2015 թվականի հունվարի 24-ին Արցախ, սկզբում Մատաղիս, ապա Թալիշ։ Զորամասում հայտնի էր Ռուսկի Մակ անունով, ծառայել է որպես գնդացորդ։ 2015 թվականի սեպտեմբերն էր, երբ թշնամու դիվերսիայից վիրավորվեց նրա մարտական ընկերը։ Մեր հերոսն ընդամենը 5 ամսվա ծառայող էր, սակայն չի վարանել, չի երկնքչել, չի տատանվել և գնդակոծության տակ օգնության է վազել վիրավոր ընկերոջն ու փրկել նրա կյանքը։ Այդ խիզախ արարքի համար նա շնորհակալագիր է ստացել և խրախուսվել 7-օրյա արձակուրդով։ Բայց նա այնքան էր սիրում իր ծառայությունն ու նվիրված էր հայրենիքին, նաև ընկերներին, որ տանը մնաց ընդամենը 5 օր, որպեսզի ոչ մի ընկեր ավելի շատ չկանգնի սահմանին, իսկ ինքը հետ չընկնի իր ընկերներից։ Կարոտում էր դիրքերը։ 2016 թվականի ապրիլի 3-ի գիշերը մեկնած 40-ի սահմաններում սկսվել է հրետակոծությունը։ Նրանց դասակի հրամանատարն էր ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը, ով մեր հերոսի համաքաղաքացին էր։ Նրանք երկուսով արդեն գիտեին, որ դիվերսիա չէ, այլ պատերազմ, ու պիտի մարտնչեն մինչև վերջ, պիտի հետ գրավեին Սիս կոչվող բարձունքը և մարտնչեցին խիզախաբար, խոցեցին նաև հակառակորդի մեկ տանկ, հետ գրավեցին բարձունքը։ Վաշտին դիրքավորելով երկուսով առաջ են գնացել, բայց չեն հասցրել մտնել խրամատ։ Հակառակորդի տանկի ականն ընկել է նրանց մեջտեղը և խլել նրանց կյանքերը։ Նրանք խիզախ էին ու խիզախաբար էլ անմահացան, կողք կողքի հերոսաբար, ընդունելով իրենց մահը։ Ցավոք, նրանց մարմինները 2 օր մնացել են մարտի դաշտում, որոնց հետ է եղել նաև Հենրիխ Հրամանյանի մարմինը։ Սակայն հայը պատվախնդիր է ու իր մարտական ընկերոջ մարմինը չի թողնի անթաղ վիճակում և 2 օր քայլեր մտածելով մարտի դաշտից
չկարողացան դուրս բերել իրենց քաջ հերոսների մարմինները, սակայն կրկին խորին ցավով պիտի նշեմ, որ հերոսների մարմինները բերելիս նրանց միացավ ու անմահ հերոս դարձավ նաև նրանց հրամանատարը, անվախ ու խիզախ Արգիշտի Գաբոյանը։ Վերջինս չուզեց հավերժի ճամփին մենակ թողնել իր զինվորներին ու որպես առաջնորդ ու հավերժի ճամփորդ ինքն էլ միացավ նրանց։ Հավերժական փառք ու խոնարհումս նաև ձեզ, մեծն հրամանատար, պատիվ ունեմ ձեր սխրանքի առաջ։ Եվ հիմա լուռ ու արցունքները պահած կոկորդումս խոնարհվում եմ քաջ Գևորգ Վարդանյանի, նույնքան անվախ ու քաջ Հրաչ Գալստյանի և իրենց երրորդ քաջ ընկերոջ Հենրիխ Ղարահամանյանի, ինչպես նաև հզոր հրամանատար Արգիշտի Գաբոյանի առաջ, ապա պատվի եմ առնում նրանց սխրանքի առաջ, պատիվ ունեմ, հավերժական փառք նրանց հիշատակին։ Ապրիլյան պատերազմը Գևորգ Վարդանյանի երրորդ պատերազմն էր, երկու դիվերսիա կանխած մեր հերոսը կարծես հայրենիքի ու ընկերների կյանքը փրկելու հավերժական պարտականություն էր ստանձնել։ 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ նա քաջաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել է թշնամու բազմաթիվ գրոհայինների, փրկելով մի ողջ ազգի, չկարողացավ փրկել ու պաշտպանել ինքն իրեն։ Դե եկ ու մի խենթանա հերոսածին մայր Տիկին Շահանե, դե եկ ու հոգու ցավից մի ոռնա հերոս դաստիարակած ծնող, բայց ոչ, դուք իրավունք չունեք թուլանալու, քանզի հերոս զավակ ունեք, ու նա հիմա ճախրում է քաջ բազեի նման և լայն բացված թևերով պաշտպանում իր հայրենի սահմաններն ու ողջ ազգին հայոց։ Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Արիության մեդալով, Արցախի Մարտական ծառայություն մեդալով, Արցախի Երկրապահների միության մեդալով, Պատերազմի վետերանների միության մեդալով, Մատաղիսի պաշտպանության համար մեդալով, Ղարաբաղյան վետերանների միության կողմից։ Հավերժական փառք քեզ, Գևորգ Վարդանյան, փառք քո սխրանքին, որ չվարանեցիր հայրենիքդ պաշտպանելու գործում և դեռևս երիտասարդ ընտրեցիր հավերժի ճամփորդի ուղին։ Խոնարհվում եմ քաջությանդ առաջ, իսկ սխրանքիդ առաջ պատվի առնում, պատիվ ունեմ։